Այսօր պատրաստելու ենք մեքսիկական կիսադելյա մի փոքր հայկական տարբերակով։ Այս տարբերակով շատ համեղ եւ լավ է ստացվում, վստահ եմ, որ շատ կհավանեք։ Տեսեք ինչքան առատ է միջուկը եւ ինչքան ախորժելի տեսք ունի։ Դե ինչ, անցնենք պատրաստման գործընթացին։ Սկզբում բոլոր բաղադրիչները կտրատում ենք, որից հետո կանցնենք պատրաստման գործընթացին։ Միջուկի համար մեզ պետք է հավի կրծքամից, որը կտրատել ենք մանր խորանարդաձև կամ մի փոքր բարակ երկարավուն, արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Մեզ պետք է նաև մեկ հատ սոխ, որը նույնպես կտրատում ենք կիսալուսնաձև կամ ավելի մանր, արեք այնպես, ինչպես հարմար է։ Մեզ պետք է նաև բուլղարական պղպեղներ, ես վերցրել եմ երկու գույնի, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվի։ Կտրատում ենք ոչ շատ խոշոր կտորների։ Տապակի մեջ մի փոքր բուսեղեն ենք լցնում եւ ավելացնում ենք հավի կրծքամիսը։ Լավ խառնում ենք, ծածկում ենք կափայճով եւ թողնում ենք իր սեփական հյութի մեջ եփվի։ Երբ արդեն հյութը գոլորշիացած է լինում, տապակում ենք 1-ից 2 րոպե, որից հետո համեմում ենք աղով, սև եւ կարմիր պղպեղներով, հալեպի պղպեղով եւ չոր աջիկայով։ Կարող եք համեմել ձեր նախընտրած համեմունքներով։ Ավելացնում ենք նաեւ սոխը եւ միասին տապակում ենք։ Կարող եք նաև սոխը եւ պղպեղները առանձին տապակել, որից հետո ավելացնել տապակված հավի կրծքամիսի վրա, բայց ես նախընտրում եմ տապակել բոլորը միասին։ Երբ սոխը մի փոքր ոսկե գույն է դառնում, ավելացնում ենք նաև պղպեղները եւ միասին տապակում ենք 1-ից 2 րոպե։ Ավելացնում ենք նաև սոյայի սոուսը եւ շարունակում ենք եփելը։ Ավելացնում ենք նաև պահածոյացված եգիպտացոնի հատիկները, խառնում ենք, որից հետո ավելացնում ենք նաև մայոնեզը, խառնում ենք եւ վերցնում ենք կրակի վրայից։ Կարող եք նաև հալվող տեսակի պանիր ավելացնել, ես չեմ ավելացրել։ Մեզ պետք է նաև սուլուգունի տեսակի պանիր, անցկացնում ենք քերիչով։ Նաև պետք է 1-ից 2 հատ լոլիկ, կտրատում ենք կիսալուսնաձև։ Միջուկն արդեն պատրաստ է, կարող ենք արդեն լցոնել մեր լոշիկները։ Լոշիկները ինքս եմ թխել, բաղադրատոմսը կգտնեք նախորդ տեսանյութում։ Կարող եք պատրաստել նաև տակոյի համար նախատեսված լոշիկով։ Լոշիկի մի մասի վրա լցնում ենք քերած պանիրը, միջուկը, դնում ենք լոլիկը եւ նորից քերած պանիրը, մյուս ծայրը վրա ենք բերում։ Կարող եք նաև ձեր ցանկացած սոուսն ավելացնել։ Ցանկացած տեսակի միջուկով կարող եք պատրաստել այս համեղ կեսադելյաները։ Ահա այս նույն տարբերակով լցոնում ենք բոլոր լավաշները, որից հետո պետք է տապակենք։ Կարող եք նաև ամբողջ շերտի վրա լցնել միջուկը, վրան դնել եւս մեկ լոշիկ եւ այդ տարբերակով տապակել։ Այդպես էլ է շատ լավ ստացվում։ Տապակը լավ տաքանալուց հետո դնում ենք մեր կեսադելյաները, տապակում ենք երկու կողմից մի քանի վայրկյան։ Ահա տեսեք, թե ինչքան գեղեցիկ են կարմրում։ Կարող եք նաև մի թեթև բուսայուղ ցողել, նոր տապակել, այդպես էլ է լավ ստացվում։ Ահա այսպես երկու կողմից տապակվելուց հետո վերցնում ենք կրակի վրայից։ Ահա արդեն մեր համեղ ու տարբերվող կեսադելյաները պատրաստ են։ Վրայից խրխրթան, իսկ ներսից ճաթյութեղ եւ փափուկ միջուկով։ Անչափ համեղ է ստացվել։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով եւ կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանության բաժնում։ Դե ինչ, այսօր այսպիսի համեղ ու տարբերվող բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք։ Առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։